Գրադարանավարներն ու գրադարանի աշխատակիցներն այսօր իրենց մասնագիտական տոնն են նշում, այսօրը շնորհավորանքների ու ծաղիկների պակաս նրանք չեն ունենում, իմի են բերում կատարած աշխատանքները, խոսում գրադարանի ունեցած ձեռքբերումների մասին։ Ալավերդու երկու գրադարաններում խնդիրներն էլ քիչ չեն, գրականության համալրումից սկսած մինչև եղած գրքային ֆոնդի պահպանություն։ Նոր գրողներից ստացել ենք այս վերջերս 500 կտոր գրականություն, բայց ստացած գրականությունը, որի բնակիչներից ստացել ենք 5 գրողների գրականությունն է, 5 գրականությունն է, ոչ թե մեր նոր արդի գրականություն, այլ 5 գրականություն։ Հիմա այսօր մենք այնքան պահանջ ունենք գրականության, չունենք մասնագիտական գրականություն, շատ պակաս է մեր մասնագիտական գրականությունը։ Հոգեբանության գիրք ունենք, Պետրովսկի, որ ամբողջ մեր շրջանում չկա, միայն մենք ենք մի հատ, մի օրինակ պահպանել, որ մյուս անողին կարող ենք տալ։ Ծրագրային գրականություն չունենք, շատ քիչ ունենք ծրագրային գրականություն, օրինակ Թումանյան չունենք, օրինակ Զորյանա, Շիրազավերջ, ինչքան որ գրականություն կա դպրոցահասակ երեխեքի համար, մենք շատ պակաս ունենք, դրան չենք կարողանում հասցնել։ Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանում տարվա կտրվածքով ընթերցողների թիվը կայուն է, շուրջ 1000 ընթերցող։ Գրքերի ֆոնդն էլ այստեղ մեծ է, հետխորհրդային տարիներին այս գրադարանում կենտրոնացավ նաև քաղաքի թաղամասային գրադարանների գրքային ֆոնդը, մասամբ պահպանված, մասամբ էլ անխնամ վիճակում ու փչացած։ Մաթևոսյանի անվան գրադարանում այսօր էլ առաջին հայացքից պայմանները լավ են գրքերը պահպանելու համար։ Տնօրեն Գյուլնար Աբելյանի խոսքով, սակայն գրքի պահպանության համար այլ կարևոր գործոններ են անհրաժեշտ։ Ինչպես մրսում ծմերը, նույնը գիրքը։ Սնկային հիվանդություններ առաջանում, գիրքը բորբոսնում է այդ խոնավությունից, տաքություն չկա, գրքին տաքություն է պետք։ Լուսավորություն է պետք, գրքին տաքություն է պետք, որ գիրքը դիմանա։ Այսօր գիրքն արդեն բորբոսնում է։ Մենք էլ ոնց որ աշխատենք այդ ծնկային հիվանդության մեջ։ Հրանտ Մաթևոսյանի անունը կրող գրադարանը Սարահարթի մշակույթի պալատի շենք է տեղափոխվել դեռևս 80-ական թվականներին, սկզբում տեղակայվելով երկրորդ, հետո արդեն երրորդ հարկում։ Այն ժամանակ քաղաքային իշխանությունները հավանաբար աչք են փակել կարևոր մի խնդրի վրա, այն է գրադարաններն առանց բացառության պետք է լինեն շենքերի ներքևի հարկերում։ Հակառակ դեպքում հազարավոր կտոր գրքերի ծանրությանը շենքի պատերը չեն դիմանա։ Ալավերդու մշակույթի պալատում տեղակայված Հովհաննես Թումանյանի անվան գրադարանում շենքային պայմանները բավարար են։ Այստեղ գրադարանն առաջին հարկում է, գրապահոցն ու ընթերցասրահը ջեռուցվում են, գրքերը փրկված են խոնավանալու վտանգից։ Այստեղ էլ ընթերցասրահն է նեղ ու անհարմար։ Ֆոնդում 44000 կտոր գիրք կա։ Վերջին համալրումը կատարվել է մարզային Վանաձորի մարզային գրադարանի կողմից հունիս ամսին 240 կտոր գրականությամբ, ինչպես նաև կատարվել է անհատական օգնություններ, նվիրատվություններ եղել առանձին մարդկանց կողմից։ Պահպանման ֆոնդում ունենք լավ պահված գրականություն, հիմնականում ճիշտ է մաշված գրականություն ունենք, բայց նորից ընթերցվում է։ Ալավերդու գրադարանները գրքեր ստանում են նաև այն հեղինակներից, ովքեր այստեղ իրենց գրքերի շնորհանդեսներն են կազմակերպում։ Նրանք հիմնականում լոռեցի ստեղծագործողներն են, իսկ մնացած դեպքերում ալավերդցի ընթերցողն անհաղորդ է մնում արդի հայ գրականությանը։ Մասնագիտական ու ծրագրային գրականություն ունենալն էլ վերջին 20 տարիների ընթացքում երազանք է։ Տաթևիկ Ճուղուրյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։